Ողջույն, շարունակում ենք մեր ինտերվալան routing դասը, այս դասում մենք կանենք SVI տեսակի, այսինքն switch virtual interface տեխնոլոգիան օգտագործելով VLAN routing։ Դրա համար մենք նախ պետք է ջնջենք մեր router-ը, հա, այս լաբը ուրեմն նախորդ լաբի շարունակություն է, դուք կարող եք ուրեմն սխեման այնտեղից ներբեռնել։ Գալիս ենք switch և ընտրում ենք layer 2-3 տեսակի switch, ինչ է դա նշանակում, տեսեք գրած է multi-layer switch, դա նշանակում է, որ այս switch-ը, հա, կարող է ուրեմն routing անել layer 2-3-ում, սա սենց անենք, այսինքն այն ունի համ switch-ի ֆունկցիոնալություն, համ է կարող է ապահովել routing-ի ֆունկցիոնալություն։ Բերեք ինտերֆեյսները կպցնենք իրար, բացենք այստեղ, տեսնում ենք, որ այս ինտերֆեյսը fastEthernet 03-ն է, գանք CLI, enable, show running config, տեսնում ենք, որ fastEthernet 03-ը access մոդում է VLAN 10-ին է պատկանում, քանի որ այն արդեն պետք է դառնա trunk, այն պետք է գրի VLAN 10-ը և 20-ը, ուստի այն պետք է լինի trunk interface, fastEthernet 03, switchboard mode trunk, switchboard trunk, load VLAN 10 և 20, տալիս ենք end, հիմա բերեք սա պահպանենք, այս ինտերֆեյսը, բերեք բացենք multi-layer switch-ի CLI-ը, տեսնում ենք, որ այստեղ մենք ինչ-որ error ստացանք, blocking fastEthernet 01 on VLAN 001, inconsistent port type, սա նշանակում է, որ այս port-ը ներկա բանին չի համապատասխանում այս port-ի configuration, բերեք նայենք, no initial configuration-ը, enable, show running config, և տեսնում ենք, որ interface fastEthernet 01-ի վրա ոչ մի configurացիա առած չկա, configuration terminal, interface fastEthernet 01, switchboard mode trunk, մենք տեսնում ենք, որ այստեղ encapsulation տեսակը trunk-ի վրա auto է դրած, an interface host trunk encapsulation is auto, cannot be configured trunk mode, ինչ է դա նշանակում, քանի որ VLAN tagging-ի կա երկու պրոտոկոլ, ASL-ը և .1Q-ն, ASL-ը դա Cisco-ի սենց ասած VLAN tagging-ի տեխնոլոգիան է, հա, պրոտոկոլը, այստեղ նշված է, որ այն auto կերպով է որոշելու, սակայն մեզ պետք չէ auto կերպով որոշել, մեզ պետք է ուրեմն, որ ձեռքով մենք այն trunk կարգավորենք, դրա համար պետք է փոխենք նրա encapsulation տեսակը, switchboard mode trunk, տակ, սենց անենք, switchboard mode trunk, այսպես չէ, switchboard, հեսա տենակ ինչա, trunk, encapsulation, .1Q, այսինքն մենք auto-ից փոխում ենք .1Q, որպեսզի կարողանանք մեր switchboard mode trunk, արդեն trunk-ը մանուալ կարգավորել, տեսնում ենք, որ հրամանը ընդունվեց, switchboard trunk, load VLAN 10 և 20, իդեպ կարող ենք այսպես անել, load VLAN, մենակ 10 ավելացնել, հետո switchboard trunk, load VLAN add ու 20, եթե մենք այս add-ը չանենք ու մենակ 20-ը թողենք, այն այս ուրեմն configuration override կանի և մենք միայն կունենանք 20-ը, ռեալ կյանքում ձեզ պետք է VLAN-ներ ավելացնել, այդ դեպքում դուք add-ը բառը անպայման հիշեք, switchboard trunk, load VLAN add 20, exit, հիմա այստեղից մեր ինֆորմացիան կգա այստեղ, քանի որ trunk-ը կարող կրի ուրեմն VLAN 10 և VLAN 20 ինֆորմացիա, սակայն ինչպես է կատարվելու routing-ը այստեղ, այստեղ routing-ը կատարվելու համար մենք ստեղծելու ենք ուրեմն երկու հատ virtual interface, VLAN 10 և interface VLAN 20, նրանց տալու ենք default gateway-ների, ուրեմն IP հասցեները, գանք այստեղ, բացենք, interface VLAN 10, IP address 10.10.10.1.1.255.255.255.0, exit ենք տալի, interface VLAN 20, IP address 10.20.21, կներեք,
incomplete command նշանակում է, որ հրամանը վերջնական չէ, կիսատ եք թողել, and վռ պահպանենք, ահա, մենք ստեղծեցինք այստեղ երկու հատ ինտերֆեյս, հա, ինտերֆեյս վլան, նրանք վիրտուալ ինտերֆեյսներ են, այստեղ ես սխալ եմ գրել, քանի որ վլան 20-ի նշանակում է, որ ինտերֆեյս վլան 20-ը ընդունելու է վլան 20-ի թագով ինֆորմացիան, հա, իսկ վլան 10-ը պատկանելու է, ասենց ասած, վլան 10-ին, ու սա, այս երկու ինտերֆեյսները սրանց default gateway-ներն են, նախորդ դասին մենք երկու հատ առանձին ուրեմն ինտերֆեյս ենք կարգավորել, բերեք հիմա տեսնենք հասանելիություն ունենք, թե չէ, ping 10 get 10 get 10 get 1 տեսնում եք, որ default gateway-ին հասանելիություն ունենք, ստուգենք և տեսնում ենք, որ այս ուրեմն ցանցին մենք հասանելիություն ունենք, ինֆորմացիան գալիս է այստեղ routing է լինում, գալիս է այստեղ և նույնը հակառակը, մեկ կարևոր բան, show running config, տակ, այստեղ մենք տեսնում ենք ուր է, մեկ վարկյան, IP, հնարավոր է, որ մեր ուրեմն switch-ը չկարողանա routing կատարել layer 2 և layer 3, այդ դեպքում շատ հնարավոր է, որ դուք պետք է գաք այստեղ և կարգավորեք այս հրամանը, IP routing, այն թույլ է տալիս միացնել ձեր switch-ի վրա routing, ասենց ասած, ֆունկցիոնալությունը, այսքանը այս դասի համար, հուսով եմ հասկանալի է, եթե ինչ-որ բան անհասկանալի է, կոմենտների բաժնում գրեք, նշելով դասը և ձեր հարցը, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ դասին։